Աղվանքի Սուրբ Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գյուտը։ Սուրբ Գրիգորիսի նշխարների հրաշալի գյուտը, որի համար առանձին տոն սահմանվեց Հայաստանյայից և Աֆղանից եկեղեցիներում, տեղի ունեցավ տիրոջ մոտ 489 թվականին, նրա վախճանվելուց 147 տարի անց, այսպես. Մեծն Վահան Մամիկոնյանի մարզպետության և հույների Զենոն Կայսեր թագավորության օրերին Աղվանքում թագավորում էր հայազգի բարեպաշտ Վաչագան թագավորը, առաքինի ու հույժ գովելի մի մարդ։ Բացի իր աշխարհաշեն գործերից և եկեղեցու պայծառության համար լավ տնտեց լինելուց, նա մեծ փափագով ցանկացավ գտնել Աղվանքի լուսավորչի, նրանց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորիսի, մեր Սուրբ Հայր Գրիգոր լուսավորչի թոռան նշխարները։ Թեպետև գրավոր և բանավոր ավանդություններից արքան գիտեր, որ Սուրբ Գրիգորիսի Կասպից ծովի ափին Վանտյան դաշտում վախճանվելուց հետո նրա աշակերտները նրա մարմինը բերել են և թաղել փոքր Սյունիքի Ամարաս գյուղում Սուրբ Գրիգոր լուսավորչի հիմնադրած և Սուրբ Գրիգորիսի զարդարած եկեղեցու մոտ, սակայն կամ թաղողները տեղի վրա ոչ մի նշան չէին թողել, որպեսզի օտարները չտանեն, և կամ էլ ժամանակն էր ջնջել շիրմի հետքերը։ Թագավորն իր արքունիքի ավագների հետ խորհուրդ արեց հնար մտածել այդ նշխարները գտնելու մասին, կանչեց Ամարաս գյուղի վաներեցին և հարցրեց. «Որևէ գերեզմանի նշան կա արդյոք եկեղեցու մոտ»։ Եվ նա ասաց. «Եկեղեցու մոտ շատ գերեզմաններ կան, սակայն տեղն ավերված է, և ժամանակը ոչնչացրել է բոլոր հետքերը»։ Այն ժամ աստվածասեր թագավորը մտածեց. «Եթե հրամայեմ փորել այդ տեղի հողը, գուցե չգտնվի Սուրբի մարմինը այդտեղ շատ գերեզմաններ լինելու պատճառով, այլ ապավինենք աղոթքների ու պահքի և հայցենք ամենողորմ Աստծուց, որը առատապես բարի պարգևներ է տալիս բոլոր նրանց, ովքեր խնդրում են ճշմարիտ հավատով»։ Եվ անմիջապես այսպիսի հրովարտակ ուղարկեց իր տերության բոլոր կողմերը. եպիսկոպոսներին, քահանաներին, սարկավակներին, անապատականներին և եկեղեցու ողջ միաբանությանը, ողջույն։ Ասում ենք ձեզ, որ անհապաղ գաք հավաքվեք մեզ մոտ, պաշտամունք մատուցելու, պահք պահելու և աղոթելու մարդասեր Աստծուն, որ ինձ շնորհի անցկալի գյուտը ծածկված մեծ գանձի, մեր առաքելագործ լուսավորչի, Սուրբ Գրիգորիսի։ Ողջ եղեք։ Արքայի այսպիսի հրաման ստանալով, բոլոր եպիսկոպոսները, քահանաները, կլերիկոսների հետ միասին, իրենց հետ տանելով Սուրբ Խաչի նշանը և եկեղեցական զարդերը, գնացին և շուտապույտ հասան արքունական սեփականություն Դուտական կոչվող գյուղը, քանի որ մեծ պատուհաս էր սպասվում ուշացողներին, և այնտեղ 3 օր մեծ հանդիսությամբ կատարեցին Սուրբի հիշատակը, որտեղ ինքը թագավորը, ըստ բարեպաշտ սովորության, ոտքի վրա սպասավորում էր հավաքված եկեղեցականների սեղանին։ Երբ կանոնն ավարտեցին, արքան կամեցավ իր հետ վերցնել մեր Սուրբ Հայր Գրիգոր լուսավորչի, նաև Հռիփսիմե և Գայանե փառավոր կույսերի նշխարներից մաս, որն աղվանք էր բերել Մատթեոս երեցը, երանելի Հովհան Մանդակունու աշակերտը, և կնքելով դրել է Դարահոչ գյուղում, որի համար էլ նա Տեր Մատթեոսին այլ երեցների հետ ուղարկեց այն սուրբ նշխարներն այնտեղ բերելու, որպեսզի նրանց միջնորդությամբ Աստված հաջողի իր փափագի կատարումը։ Երբ նրանք մոտենում էին Դուտական գյուղին, սուրբ նշխարներին ընդառաջ ելավ ինքը, բարեպաշտ թագավորը, Քրիստոսասեր թագուհու և հավաքվածների մեծ բազմության հետ միասին, սաղմոսերգություններով և խնկարկությամբ, խաչով և ավետարանով։ Մոտենալով երեցին, որի ձեռքին էին նշխարները, նա մեծ հարգանքով սպասավորեց, մինչև սուրբ նշխարները բերեցին Սուրբ Զաքարիայի և Պանդալեոնի վկայարանը։ Այն ժամ Վաչագան թագավորն ուրախացավ և վստահ լինելով, որ իր մեծ հավատով խնդրանքը և հավաքվածների մաղթանքը կտրվի իրենց, ասաց բոլորին. «Հաստատապես գիտեմ, որ Աստված այս մեծ սուրբերի բարեխոսությամբ կտա ինձ Սուրբ Գրիգորիսի նշխարները»։ Այնուհետև թագավորը ժողովրդի բազմության հետ միասին մեծահանդես թափորով մեծ շուքով ճանապարհվեց Ամարաս ավան, և քանի որ գարուն էր և եղանակն անձրևոտ, թագավորը կամեցավ թագուհուն Դուտականում թողնել, սակայն նա չկամեցավ, այլ մեծ փափագով գնաց Սուրբին փնտրելու։ Թափորի մեջ էր այն դեսպակը, որի վրա դրված էին Սուրբ Լուսավորչի, Հռիփսիմեի, Գայանեի, Զաքարիայի և Պանդալեոնի նշխարները, զարդարված թագավորական հանդերձանքներով, անուշահոտ ծաղիկներով ու խունկերով,
դրված սպիտակ կտավի վրա եւ արտաքուստ պատված ոսկյա խաչ։ Պաշտոնյաների դասերը շրջապատել էին այն ձեռքերին խաչ բռնած եւ Աստծո փառաբանություններ էին երգում ի պատիվ սուրբերի։ Նրանց կատարյալ հավատով երգակցում էր նաեւ Աստվածասեր արքան, որը եպիսկոպոսների հետ գնում էր դեսպակի կողքից։ Նա եպիսկոպոսների հավանությամբ պատվիրել էր, որ բոլորը ծոմ պահեն մինչև երեկո, իսկ երեկոյան ուտեն միայն հաց, որպեսզի աղոթքներով եւ պահքով արժանանան գտնելու փնտրված գանձը, ինչը կատարվեց սքանչելի տեսիլքով։ Թագավորը նախապես դարահոճի երեցին տեղի այլ քահանաների ու պաշտոնյաների հետ ուղարկել էր սոհ կամ սոհար կոչվող մի տեղ, գիսի կամ որոգիսի եկեղեցուն գիշերային պաշտոնը կատարելու եւ սուրբերի հիշատակին պատարակ մատուցելու։ Եվ մինչ հոտնկայս առավոտյան պաշտամունքն էին կատարում, մատտե քահանան նիրհեց եւ լսեց մի ձայն, որն ասում էր. «Սուրբ Գրիգորիսին եք փնտրում, կգտնեք եկեղեցու արևելյան կողմում»։ Երբ արքան մեծ բազմության հետ միասին դուտական գյուղից հասավ Արածան անունով մի գյուղ, այնտեղ Հովել Սարգսակը, մի պարկեշտ մարդ, առավոտյան կողմ քուն մտնելով երազի մեջ տեսավ, թե իբր բահ ունի իր ուսին եւ փնտրում է Գրիգորիսի գերեզմանը։ Եվ ահա նա ինքը Սուրբ Գրիգորիսը, աբեղայի կերպարանքով, սակայն սպիտակ զգեստով ընդառաջ ելնելով նրան, ասաց. «Ինչ ես փնտրում»։ Հովել Սարգսակն ասաց. «Արքան, եպիսկոպոսներն ու աֆղանների ամբողջ բազմությունը Գրիգորիսին են փնտրում եւ չգիտեն, թե որտեղ է»։ Սուրբը բռնեց Սարգսակի ձեռքից եւ տեղը ցույց տալով ասաց. «Ինչ որ փնտրում եք, այստեղ է գտնվում»։ Եվ հրամայեց փորել այդ տեղը։ Այնժամ Սարգսակի եղբայրները, Նաթան, Երեցը եւ Գեդեոնը, փորեցին այն տեղը, մինչև Հովելը ծունկի իջած զգուշությամբ դիտում էր։ Նշխարները գտնելով ուրախությամբ գնացին։ Բայց Հովելը տեսավ, որ այնտեղ կար մի փոքրիկ բլրակ, նրա վրա մի խաչ։ Երանելի Գրիգորիսը, որը գնում էր այդ բլրի վրայով, կանգնեց խաչի մոտ եւ ձայն տվեց երեցների ետևից. «Կողքս եւ զիստերս դեռևս այստեղ են, վերցրեք ձեզ հետ»։ Եվ նրանք վերցրին։ Հովել Սարգսակը քնից արթնանալով արքային պատմեց տեսիլքը։ Եվ թեև նա երբեք չէր տեսել ամարած գյուղը, բայց եղած հայտնության շնորհիվ հաստատում էր, թե գիտի տեղը։ Մատթեոս երեցը նույնպես եկավ եւ արքային պատմեց իր տեսիլքը, որով իմացվեց, թե նույն տեղում է։ Արքան ուրախացավ եւ Մատթեոս երեցին եւ Հովել Սարգսակին շտապ ուղարկեց ամարած։ Նրանք տեղ հասնելով գտան տեսիլքի մեջ ցույց տված տեղը։ Եվ մինչ սպասում էին թագավորի եւ նրա հետ եղողների գալստյանը, Հովել Սարգսակը մի տեսիլք էլ տեսավ այնտեղ, որ 4 աբեղայի նման մարդիկ եւ Գրիգորիսը, որ ամենաերիտասարդն էր, սպիտակ զգեստներով շրջապատել էին այն տեղը, որը հրաման էր ստացել փորել։ Նրանց ահից Սարգսակը գետնին ընկավ, եւ երբ կանգնեց եւ կամենում էր մի բան հարցնել, նրանք աներևույթ եղան։ Իսկ թագավորը եւ նրա հետ եղողները հասնելով մի ագարակ, որ Քարվեճ էր կոչվում, կատարում էին գիշերային պաշտամունքը։ Երբ թագավորը նիրհեց, ձայն լսեց, որն ասում էր. «Ինչ որ խնդրում ես աղաչանքներով, այնտեղ երևաց»։ Եվ արքան հիշեց, որ ամարասում Սուրբը նույնպես երևացել է նրանց, որոնց ինքը նախապես ուղարկել էր այնտեղ։ Այնժամ նաև անապատական Հովել քահանան, որն արքայի հետ էր, պատմեց նրան, թե այս գիշեր եւ ես տեսա, որ ամարասի այդ նույն տեղում մի բարակ ակից աղբյուր էր բխում, որն առաջ գնալով ավելի ու ավելի հորթ էր դառնում, որի վրա զարմանում էի, թե այստեղ բնավ ջուր չկար, ինչպես է այդպես հորթում։ Երբ բանակը Քարվեճից դուրս եկավ եւ մոտեցավ ամարասին, սաստիկ անձրև տեղաց, եւ քանի որ ձիերը ոտնակոխ էին արել ճանապարհը, այն դժվարանցելի էր դառնում նրանց հետևից գնացողների համար։ Այնտեղ Քրիստոսասեր արքան իջնելով ձիուց, քաջարի հավատով շրջեց եպիսկոպոսների, բանակի եւ այլ եկեղեցականների մեջ եւ նրանց թույլ չտվեց իջնել ձիերից, այլ հրամայեց հանդարտ եւ կարգով գնալ։ Նրան թվում էր, թե փափուկ ծաղիկների եւ ոչ թե կավի ու տիղմի վրայով է գնում, եւ իր անձի համար փառք էր համարում սպասավորել սուրբերի դեսպակին, որ շքեղազարդ տանում էին բանակի միջով։ Երբ մոտենում էին ամարած գյուղին, արքան անհակ փափագով վառված սուրբի սիրով չուզեց անցնել կամուրջի վրայով, որ կար գյուղի միջով ընթացող գետի վրա, այլ իր կայսերական հագուստներով անցավ ջրի միջով
եւ անցկացրեց նաեւ սուրբերի դեսպակը, չթողնելով, որ այլ մեկը օգնի իրեն։ Ապա երեկոյան մեծ բազմությամբ հասնելով նշանակված տեղը, այնտեղ խփեցին արքայական վրանը, եւ բոլորը միասին ձնրադրելով աղոթում էին եւ հավատով սպասում, որ հաջորդ օրը կգտնեն իրենց փնտրածը։ Երբ արքան խոսեց այդ գյուղի քահանայի եւ ծերերի հետ եւ հարցրեց, թե նրանց մոտ ինչ ավանդություն կա Սուրբ Գրիգորիսի նշխարների մասին, նրանք պատմեցին հետեւյալը. Հոբ անունով հույժ առաքինի վարքով մի ճգնավոր կար, որն առաքելական շնորհ ուներ եւ մեծ ջանքերի գնով հեթանոսությունից քրիստոնեության էր դարձրել Արցախ աշխարհի մեծ գավառներից մեկը, որը Պարսկանք էր կոչվում։ Նա շատ հաճախ գալիս էր ամարաս եւ կատարում էր Սուրբ Գրիգորիսի հիշատակը։ Նա բոլորին ասում էր, թե աղվանից աշխարհում մի հավատացյալ թագավոր պիտի լինի, որը պիտի փնտրի այստեղն ու Սուրբ Գրիգորիսի նշխարները։ Դարձյալ մի ուրիշ անապատական հյուր եկավ մեզ եւ կամեցավ ննջել այդ բլրակի վրա։ Քնից արթնանալով նա պատրաստեց մի խաչ եւ կանգնեցրեց այդտեղ, պատվիրելով, որ ոչ ոք չհանի այն եւ որ առավոտյան եւ երեկոյան անխափան աղոթենք խնկարկելով, քանի որ մեծամեծ կանչելիքներ եմ տեսնում այստեղ, ասաց։ Հետո աբեղայի տեսքով մի խաբեբա եկավ եւ մեր կողմից հյուրասիրություն գտնելով գողացավ մի թանկարժեք բաժակ, որ այն վաճառելով տա իր ուսման բարձը։ Եվ երազում այդ գողը տեսնում է, որ անապատականի կանգնեցրած խաչի մոտ գերեզմանի վրա նստած է մի եպիսկոպոս ահազդու տեսքով եւ հրամայում է մերձակայքում գտնվողներին կապել իրեն եւ տանջել։ Գողը քնից զարթնելով տեսավ, որ իսկապես ծեծվել է, մինչև իսկ շատերին ցույց տվեց իր մարմինը, որ սաստիկ ծեծից կապտել էր։ Եվ քանի որ այդ ծեծը կրկնվում էր ամեն օր, գնաց Երուսաղեմ Սուրբ քաղաք բուժում գտնելու տանջանքներից։ Սակայն այնտեղ էլ կրկնվեց նույնը առավել սաստկորեն։ Նա ձայն լսեց, որն ասում էր. «Դու չես ազատվի այդ պատուհասից, եթե չգնաս եւ այնտեղում, որտեղից գողացար բաժակը, չխոստովանես»։ Նա վերադարձավ ամարաս, բանկի երեցին խոստովանեց իր մեղքերը եւ եկեղեցուն վճարելով բաժակի գինը պատմեց այն ամենի մասին, ինչ պատահել էր իրեն։ Ցույց տվեց այնտեղը, ուր ծեծվել էր, խաչի մոտ, եպիսկոպոսի գերեզմանի վրա։ Իսկ ինքը բժշկվեց ցավերից եւ պատուհասից ազատվելով գնաց իր տուն։ Շատ ախտաժետներ ու հիվանդներ այդ նույն տեղում սոսկ հողի միջոցով բժշկվում էին։ Նաեւ բազում գյուղերից ուխտի էին գալիս զավակ չունեցողները եւ հավատով հող վերցնելով զավակ էին ունենում։ Մինչ ամարասի ծերերն այս ամենը պատմում էին արքային, մոտեցավ Խոչկորի կանոնով տեղապահը, որն արժանացել էր տեսնելու Սուրբ Զաքարիային եւ Պանդալեոնին, եւ պատմեց իր նոր տեսիլքը, որ այդ օրն էր տեսել։ Երբ կեսօրին քնած էի, տեսա 7 սպիտակազգեստ մարդկանց եկեղեցու դռան մոտ եւ ասացի նրանց. «Օրհնյալ մարդիկ, ինչու չեք ցույց տալիս Սուրբ Գրիգորիսի նշխարները, քանի որ արքան եւ բոլոր հավաքվածները մեծ ճգնությունների մեջ են եւ չգիտեն ստույգ տեղը»։ Նրանք պատասխանեցին. «Ոչ մի նշան չտեսար»։ Ես ասացի. «Ոչ»։ Այն ժամ 7-ից 1-ն առաջնորդեց ինձ, բերեց մի տեղ, որտեղ գետինը պատրված էր եւ ներսում երևում էր վառված ճրակ։ Ճրակի բոցը 2 մասի էր բաժանված, որից եզրակացրի, թե այնտեղ է Սուրբ Մարմինը, եւ ասացի այդ տեղը ցույց տվող մարդուն. «Գնամ արքային պատմեմ այս մասին»։ Նա ասաց. «Գնա պատմիր»։ Բայց երբ եկա արքունի պալատ, ինձ թվաց, թե արքան քնած է, եւ չհամարձակվեցի արթնացնել։ Այնտեղից վերադարձա այդ մարդու մոտ եւ պատմեցի նրան, թե չուզեցի ասել արքային, որովհետեւ քնած է, եւ նա ասաց. «Երբ արթնանա, ասա»։ Եվ ինքը ոտքերով կամենում էր ծածկել պատրվածքը եւ թաքցնել լույսը։ Այն ժամ բռնեցի նրան եւ թույլ չտվեցի ասելով. «Մի արա, մինչեւ արքան տեսնի»։ Նա չլսեց եւ անհայտացրեց տեղը, ասելով. «Դու կպատմես արքային»։ Եվ ես արթնացա քնից։ Բարեպաշտ արքան, երբ լսեց այս ամենը, իր հետ եղող բազմության հետ միասին ամբողջ գիշերն անցկացրեց հսկումով եւ աղոթքներով։ Երբ լուսացավ, բոլորը եկան այդտեղ եւ մեծ պաղատանքներով դիմեցին Աստծուն։ Ապա առաքինասեր թագավորը, բահն առնելով, սկսեց քաջաբար փորել։ Շատերը միացան նրան։ Ինքը թագուհին թագավորական զգեստներով ջերմեռանդությամբ կրում էր հողը։ Նաեւ եպիսկոպոսներն ու քահանաները, նախարարներն ու նրանց կանայք պեղված հողը դուրս էին կրում։ Շատ խորը փորեցին, բայց սկզբում ոչինչ չգտան, քանի որ շեղվել էին հյուսիսային կողմը եւ չգիտեին, որ նշխարները արևելյան կողմում են։
Թագավորը թեպետ առժամանակ տրտմեց, սակայն քաջալերվելով հավատով ասաց. «Անսխալ է ամենակալ Աստծո խոսքը 2 կամ 3 իր անունով հավաքվածների խնդիրքը կատարել, ուր մնաց թե այսքան իր անունով հավաքվածներիս։ Հաստատապես գիտեմ, որ մեզ չի մերժի եւ ամոթով չի թողնի»։ Այն ժամ հրամայեց փորացի առջև դնել սուրբերի նշխարները, որոնք բերել էին իրենց հետ, եւ սկսել փորել արևելյան կողմից։ Եվ ահա տեսան ցանկալի գանձը, սուրբի տապանը խորանի հետ միասին, եւ լցվեցին անպատմելի ուրախությամբ։ Իսկ ժողովուրդը, լսելով, որ նշխարները գտնվել են, դիմեց այնտեղ եւ կամեցավ քանդել ամբողջ գերեզմանն ու խորանը, մինչեւ թագավորը դուրս ելավ եւ հազիվ կարողացավ հանդարտեցնել նրանց։ Երբ գերեզմանը բացվեց եւ նշխարները երևացին, այնպիսի անուշահոտություն բուրեց, որ ոչ ոք երբեք չէր զգացել, եւ որը ծածկում էր խնկարկությունների բույրը։ Արքան զարմացավ եւ իրեն մոտիկ գտնվողներին հարցրեց, թե արդյոք նրանք էլ են զգում այդ հոտը, ինչպես ինքը։ Նրանք պատասխանեցին, որ նույնն են զգում, եւ բոլորը միասին փառաբանեցին այդպիսի մեծագույն բարիքներ տվողին։ Ապա թագավորը նստեց գետնին սուրբի գերեզմանի մոտ եւ հրամայեց բերել արքունական պատվական սպասքները, եւ իր ծնկների վրա դնելով մի կողով հույժ երկյուղացությամբ սպասում էր սուրբին իր գոգն ընդունելուն։ Քահանաներն հանեցին նշխարները եւ հավաքեցին կողովի մեջ, թագավորի ծնկների վրա։ Բացի Սուրբ Գրիգորիսի նշխարներից նրա տապանում գտան 2 ապակյա շշեր, մեկի մեջ Հովանես Կարապետի հոր Զաքարիայի արյունից, որը Եվստաթեոս առաքյալը բերել էր աղվանք, իսկ մյուսը Սուրբ Պանդալեոն բժշկի նշխարներից, որոնք բերել էր մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եւ տվել իր թոռանը Գրիգորիսին։ Երբ այս ամենը դուրս հանեցին, ամբողջ բազմությունը մեծ հարգանքով համբույրով ողջունեց, եւ թագավորը արքայական մատանիով կնքելով զգուշությամբ պահեց կողովի մեջ մինչև հաջորդ օրը։ Գերեզմանում գտնվեց նաեւ այլ ապակյա շիշ, որի մեջ հեղուկ կար, սակայն պատմությունը չի հայտնում, թե ինչ էր այն։ Հաջորդ օրը թագավորը հրամայեց Սուրբ Գրիգորիսի նշխարները անուշահամ գինով լվանալ մազմայի մեջ եւ արևի տակ չորացնել, դնելով իր վառի վրա։ Այն ժամ Ամարասի վանքի աբեղաներից մեկը գողացավ այդ նշխարներից մի մաս, իսկ Սուրբ Գրիգորիսը մեծ փառքով երևաց մեկ ուրիշի եւ հայտնեց գողության մասին, ասելով նաեւ աբեղայի անունը։ Երբ արքան նրան հարցրեց, նա խոստովանեց եւ նրա առաջ բերեց իր թաքցրած մասը։ Ապա թագավորը հրամայեց սուրբի նշխարները բաժանել բոլոր եպիսկոպոսների միջև իրենց թեմեր տանելու համար, իսկ մեծագույն մասը թողեց Ամարասում, մնացածը պահելով իր մոտ։ Եվ այնտեղից մեկնելուց առաջ հրամայեց սուրբի գերեզմանի վրա մատուռի հիմքեր դնել եւ շտապ ավարտել մատուռը, անվանելով այն Սուրբ Գրիգորիս։ Քար գրողներից մի ժանտաբարոմարդ իր հոգնելու պատճառով հայհոյեց Քրիստոսի նահատակին, ասելով. «Այդ Գրիգորիսը մեզ համար ներ հայտնվեց»։ Եվ իսկույն Աստծուց պատուհաս եկավ նրա վրա, քանի որ ընկավ գետնին, նրա դեմքը շրջվեց եւ երկար ժամանակ չէր ազատվում լլկանքներից, մինչև որ արտասուքներով եկավ սուրբի գերեզմանի մոտ, թողություն խնդրեց եւ տեղի հողից վերցնելով բժշկվեց։ Բոլորին մեծ ահ տիրեց եւ մեծ փութով սկսեցին կառուցել մատուռը։ 4-րդ օրվա վերջում այնտեղ մատուցեցին Սուրբ Պատարագ։ Բոլոր հավաքվածները հոգևոր ուրախությամբ գնացին այնտեղ եւ եպիսկոպոսներն օրհնեցին բազմությանը եւ արձակեցին։ Իսկ թագավորը իր հետ քարվեճ տարավ եպիսկոպոսների, քահանաների դասերն ու պատվական մարդկանց եւ գոհություններ ու շնորհակալություններ մատուցեց իր հրամանով եկածներին եւ Սուրբ Գրիգորիսի նշխարների գտնելու մեջ իրեն գործակցածներին, փառք վերառաքեց Աստծուն, բոլորին ցանկալին շնորհողին։ Եվ նրանք միաբան օրհնելով թագավորին, թագուհուն եւ ամբողջ արքունիքին, ասացին. «Ինչ բարիք որ խնդրես Աստծուց, Սուրբ Գրիգորիսի բարեխոսությամբ, թող տա քեզ, եւ երկար օրեր մեզ թող շնորհի բարեպաշտիտ, աշխարհի խաղաղությամբ շինության եւ եկեղեցիների փառքով զարդարվելու համար։ Եվ երկնավոր Հայրը, կենարար Աստված, թող ձեր վախճանը կնքի Քրիստոսի խոստովանությամբ»։ Թագավորը իր հետ վերցնելով Շուփհաղիշե եպիսկոպոսապետին, որ եւ Աղվանքի կաթողիկոսն էր եւ Պարտավի arczepiskopոսը, եկավ իր սեփական դուտական գյուղը եւ այնտեղ թաղեց սուրբ նշխարների մասը, օծելով անուշահոտ յուղերով եւ փառքով կատարելով նրա հիշատակը։ Վաչագան արքան խնջիկ անունով մի դեռաբույս աղջիկ ուներ, որին շատ էր սիրում
եւ նրա անունով մի դաստակերտ էր շինել։ Նա սուրբի նշխարներից մի մաս էլ տվեց նրան, դնելու իր դաստակերտում եւ ամեն տարի պատվով կատարելու նրա հիշատակը։ Արքան մի մաս էլ իր մոտ պահեց, որը միշտ շրջեցնում էր բանակում Զաքարիայի եւ այլ սուրբերի նշխարների հետ միասին, իսկ մնացածը մեծ զգուշությամբ կնքելով պահեց, մինչև ավարտվեց վկայարանի կառուցումը, որը եւ շինել տվեց դուտականում Սուրբ Պանդալեոնի անունով։ Նա այնտեղ փոխադրեց շիշը, որտեղ դրված էին նրա նշխարները, նրա հետ միասին նաև Սուրբ Գրիգորիսի նշխարներից մաս, եւ պաշտոնյաներ կարգեց այնտեղ սուրբերին սպասավորելու համար։ Ինքը Աստվածասեր թագավորը տարվա մեջ 2 անգամ, յուրաքանչյուր անգամ 3 օր, կատարում էր Սուրբ Գրիգորիսի հիշատակը։ Առաջինը նրա նահատակության եւ երկրորդը նրա նշխարների գյուտի հիշատակին։ Եվ բոլորին, ում տվել էր սուրբի նշխարներից, հրամայեց անել նույնը։ Այն նույն գեղեցիկ սովորությունը ցայսօր հաստատուն մնաց նաև Հայաստանում։ Տարվա ընթացքում 2 անգամ տոնախմբել աղվանքի կաթողիկոս Սուրբ Գրիգորիսի հիշատակը իբարս Աստծու, որը փառավորում է իր սուրբերին եւ փառավորվում է նրանց մեջ հավիտյան։